Մարքեթինգը պարզ բառերով։ Ողջույն, ձեզ հետ Նանեն է եւ այսու հետ խոսելու ենք մարքեթինգին առնչվող բազմաբնույթ հարցերի մասին։ Շատերին թվում է մարքեթինգը Instagram-ում հրապարակումներ կամ ռիլզեր անելն է, սակայն մարքեթինգն ինքնին բավականին լայն ու մեծ համակարգ է։ Մարքեթինգում կան երկու կարևոր մոդելներ, որոնք պետք է հաշվի առնի յուրաքանչյուր բիզնես եւ մարքեթինգի մասնագետ՝ 4P եւ AIDA։ Առաջինը խոսենք 4P մոդելի մասին։ Առաջին P-ն պրոդուկտն է, ապրանքը, այն, ինչը մենք վաճառում ենք։ Դա կարող է լինել ցանկացած բան՝ ծառայություն, սնունդ, հագուստ, սմարթֆոն, սակայն ամենագլխավոր հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. ինչով է տվյալ ապրանքը կարողանում լուծել մեր հաճախորդի խնդիրները։ Երկրորդ P-ն price-ն է, այսինքն գինը, որը պարզապես թիվ չէ, քանի որ այն հստակ ցույց է տալիս, թե մարդիկ ինչպես են ընկալում ձեր ապրանքը։ Շատ հաճախ ցածր գինը խոսում է մատչելիության մասին, եւ ընդհակառակը բարձր գինը խոսում է պրեմիում որակի մասին։ Անկախ նրանից կառաջարկեք բարձր գին թե ցածր, մարդիկ հստակ պետք է հասկանան, թե ինչի համար են վճարում, եւ այդ գինը պետք է լինի արդարացված։ Սա շատ կարևոր կանոն է, այնպես որ հիշեք։ Երրորդ P-ն place-ն է, այսինքն բուն այն վայրը, որտեղից որ գնումը տեղի է ունենում։ Այն կարող է լինել ինչպես on-line տարբերակով, այնպես էլ off-line տարբերակով։ Սակայն այստեղ կա մի շատ կարևոր կանոն։ Որքան հեշտ է կարողանում հաճախորդը գտնել տվյալ ապրանքը, այդքան արդյունավետ է աշխատում մարքեթինգը։ Չորրորդ P-ն promotion-ն է, այսինքն առաջխաղացումը, ինչն էլ ցույց է տալիս, թե մենք ինչպես ենք հաղորդակցվում մեր հաճախորդների հետ։ Շատ հաճախ սոցիալական ցանցերում մենք այն իրականացնում ենք story-ների, reels-երի, հրապարակումների միջոցով, անգամ նամակագրության միջոցով։ Սակայն կարևոր կետը, որը պետք է հաշվի առնենք, այն չէ, որ այն ընկալվի որպես գովազդ։ Կարևոր է, որ յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր reels լինի բավականին հետաքրքիր եւ օգտակար բոլորի համար։ Եվս մեկ անգամ վերհիշենք 4 P-երն են. product, price, place and promotion։ Save արա չմոռանաս։ Իսկ հիմա խոսենք AIDA մոդելի մասին։ Սա մի պարզ բանաձև է, որը օգնում է ստեղծել վաճառող բովանդակություն։ AIDA, A, attention, նշանակում է ուշադրություն։ Ցանկացած հրապարակում անելիս պետք է հաշվի առնենք, թե ինչպես ենք գրավելու մարդկանց ուշադրությունը։ Օրինակ, եթե վաճառում ենք հեռախոս, փոխարեն ասելու, որ սա հեռախոս է, լավն է, որակով է, պետք է ընդհանրապես սկսել ինտրիգային հարցով։ Օրինակ, դուք հեռախոս ընտրելիս հաշվի եք առնում լավ տեսախցիկը, գրեք տեսնեմ դուք եք այդպես անում։ I, interest, հետաքրքրություն։ Ուշադրությունից հետո մարդկանց մոտ պետք է առաջացնել նաև հետաքրքրություն եւ բացատրել, թե ինչի պետք է ընտրեն հենց այդ հեռախոսը, անդրադառնալով օրինակ տեսախցիկին, մարդկոցին, երաշխիքին, ետերաշխիքին եւ այսպես շարունակ։ D, desire, այսինքն ցանկություն։ Ուշադրությունից եւ հետաքրքրությունից հետո մարդու մոտ պետք է արթնանա հստակ ցանկություն տվյալ ապրանքը գնելու համար։ Ինչի համար նախ եւ առաջ պետք է բացատրենք մարդուն, թե ինչպես կփոխվի իր կյանքը հենց այդ գնումից հետո։ Օրինակ, գնելով այս հեռախոսը դուք կունենաք ավելի բարելավված լուսանկարներ եւ ավելի արդյունավետ աշխատանք։ Եվ վերջին, իմ ամենասիրելի A-ը, action, գործողություն։ Այս բոլոր քայլերն իրականացնելուց հետո պետք է մարդուն հստակ օգնենք, որպեսզի նա կարողանա կատարել իր գնումը։ Օրինակ, այցելեք մեր խանութ սրահներ կամ կատարեք ձեր գնումը մեր կայքի եւ հավելվածի միջոցով։ Օրինակ, Red Store-ի պարագայում դուք կարող եք ձեր գնումները կատարել ինչպես մեր բոլոր խանութ սրահներից, այնպես էլ մեր կայքի եւ հավելվածի միջոցով, որի լինքերը կթողնեմ ներքևում։ Դե ինչ, եթե հավանեցիք տեսանյութը, լայքեք, կիսվեք ձեր ընկերների հետ, ինչպես նաև մեկնաբանություններում գրեք, թե ինչի մասին ենք խոսելու հաջորդիվ։